Փաշինեսցի Սուրբ Հակոբ եկեղեցիս արձյամբ եւ ձեռաջանիվք դավալեցոց 1866 թվական։ 19-րդ դարի այս եկեղեցում էլ Փաշինյանն առաջիկա կիրակի պատարագի կմասնակցի։ Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Այս նույն եկեղեցում որևէ քահանայի չհանդիպեցինք։ Տեր Երվանդը պարզվում է վարչապետի հայտարարության օրն է նշանակվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում ծառայության։ Մոմավաճառ տիկին Լուսիկն ասաց եկեղեցու գործող քահանան Տեր Հարությունն այսօրվանից արձակուրդ է։ Դեռ նոր Տեր հայրը չի եկել, չգիտենք ինքը ով է, բայց հեսա ուր վրա է երևի կգա։ Այդպես էլ չեկավ Տեր Երվանդ Քահանա Բաբայանը, համենայն դեպս օրվա առաջին կեսին նրան ծառայության նոր վայրում գտնել չհաջողվեց։ Կապ ունի Տեր Հարությունի արձակուրդը կիրակի օրվա պատարագի հետ, Մասյացյոտնի թեմը չի մեկնաբանել։ Եթե ինչ-որ մի բան լիներ, հաստատ Տեր Հարությունը կասեր, հետո մենք էլ անակնկալի եկանք առավոտ շուտ մարզպետարանից, մարդիկ եկան, ասեցին, որ Նիկոլ Փաշինյանն է գալու։ 44-օրյա պատերազմում տիկին Լուսիկի թորն անհետ կորել է, սրտումս մեծ ցավ կա, ասում է։ Առաջիկա պատարագին կմասնակցի ինչպես ամեն կիրակի։ Դռներն էլ Փաշինյանի առջև չի փակի, բայց միանշանակ չէ վերաբերմունքը ոչ վարչապետի, ոչ նրա հակաեկեղեցական արշավի հանդեպ։ Այս 44-օրյա պատերազմը եղել է այն ժամանակ, որ մեր վարչապետն է եղել։ Ես այդքան շատ չեմ կարա լավ ձևով տրամադրվեմ։ Չի կարելի։ Գոնե այս մի կողմը մաքուր թողեն։ Սա ամենամաքուր կողմն է։ Մարդիկ գալիս են, աղոթք են անում, ցավով ապրած մարդիկ են գալի, կնունք է գալի, պսակ է գալի։ Մեր Տեր հայրները, մեր եկեղեցին իրանց օրհնում են։ Այդ ով որ դեմել է, դրանց էլ է օրհնել, դրանց ընտանիքներն էլ են մտել։ Այդ ջերմությունը դրանք էլ են ստացել։ Եվ կնքվել են եւ պատահական չի հարսանիքներ եղել։ Միշտ մեր եկեղեցում հարսանիքներ լինում է։ Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասացին սուտ կլինի, եթե ասեն ամեն կիրակի պատարագի են գնում, բայց այս մեկին կգնան, հատկապես որ իրենց գյուղ վարչապետն է գալու։ Եկեղեցու վերնախավի ու Փաշինյանի հակասություններին ասում են չեն ուզում խառնվել, բայց մի բան գիտեն։ Եկեղեցին իր տեղը պետք է լի, կառավարությունը իր տեղը։ Ամեն մեկ իր գործով պետք է զբաղվի, ես այդքան բան եմ հասկանում։ Այսօր այն պահն է, այն քրիտիկական պահը, որ մեր ազգը պետք է միասին լինի։ Եվ եկեղեցին, եւ կառավարությունը, եւ պետությունը իրար հետ համատեղ պետք է գործեն։ Բայց այսօր ըստ մամուլի մենք ասենք համարյա գյուղից դուրս չենք գալիս։ Ըստ մամուլի ասենք ըստ տեղեկատվության մենք լսում ենք, որ եկեղեցու հետ այսօր խնդիրներ կան։ Հովանավանք, Թալինի Սուրբ Աստվածածին, Խաչիկի Սուրբ Աստվածածին, հիմա էլ Սուրբ Հակոբ, ինչպես է Մայրաթորը վերաբերվում Փաշինյանի կիրակնօրյա հոգևոր շրջագայություններին ու մեկը մյուսին հաջորդող պատարագներին։ Յուրաքանչյուր անձի առջև եկեղեցու դռները բաց են մասնակցելու սուրբ խորհուրդներին եւ արարողություններին։ Իսկ այն, որ հնարավոր է արդյոք որ կրկին վեհապարի անունը այդ պատարագի ժամանակ չհիշատակվի, պետք է միանշանակ ընդգծել, որ երևույթը դատապարտելի է եւ հակականոնական նման արարքը կարժանանա համապատասխան գնահատանքի եւ կունենա իր հետևանքները։ Ինչպես կանցնի այս պատարագը եւ որը կլինի Փաշինյանի հաջորդ հասցեն, պարզ չէ։ Արարատցիներն ասացին համենայն դեպս հյուրերի առջև դռներ կողպելու ցանկություն չունեն։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։